Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Սիրելիներ, մեր կյանքի ընթացքում հոգևոր կյանքի վերաբերյալ շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, եւ սա բնական է։ Օրինակ, արդյոք կա Աստված թե ոչ, ինչպես ճանաչել Աստծուն, ինչպես մոտենալ նրան եւ շատ այսպիսի հարցեր։ Հավատքը գլխավոր նախապայմանն է Տիրոջը մոտենալու, եւ առանց հավատքի մարդ չի կարող Տիրոջը ճանաչել։ Չնայած որ հավատքային պատկերացումները ամենքիս մոտ տարբեր են։ Հավատից զատ, հավատքից բացի մարդը պիտի ունենա իր կյանքում անձնական փորձառություն եւ որ ամենակարևորն է, հանդիպում Աստծո հետ հենց կյանքի հանգամանքներով, ինչպես օրինակ Սողոսը, որ Դամասկոսի ճանապարհին դարձի եկավ եւ վերանվանվեց Պողոս, դառնալով 13-րդ առաքյալը, իսկ մինչ այդ նա քրիստոնյաների քրիստոնեության ջերմեռանդ հալածիչն էր եւ թշնամին։ Այդ կերպ նա վերանվանվելով Պողոս կարողացավ իր կյանքում բացահայտել հենց այդ նվիրական հանդիպման արդյունքում Քրիստոսին եւ մեզ եւս օրինակ տալով, որպեսզի մենք էլ մեր կյանքում հնարավորություն ունենանք Քրիստոսին ճանաչելու, եթե արդեն չենք ունեցել։ Իսկ այն մարդիկ, որոնք այդպես էլ չեն կարողացել ճանաչել Աստծուն, իրենց համար հատկապես շատ կարևոր է այսօրվա ընթերցումը Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղված նամակից, որի մեջ ասվում է. Աստծո բարկությունը երկնքից հայտնվելու է այն մարդկանց ողջ ամբարշտության եւ անիրավության վրա, որոնք ճշմարտությունն արգելում են անիրավությամբ, քանի որ այն, ինչ կարելի է իմանալ Աստծո մասին, հայտնի է նրանց, որովհետեւ հենց Աստված հայտնեց նրանց։ Քանի որ աշխարհի սկզբից ի վեր Աստծո աներևույթ հատկանիշները, այսինքն նրա մշտնջենավոր զորությունը եւ աստվածությունը իմանալի եւ տեսանելի են արարածների միջոցով, որպեսզի նրանք որևէ արդարացում չգտնեն, որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումների մեջ նանրացան եւ նրանց սրտերն անմտությամբ խավարեցին։ Սիրելիներ, իրապես Աստված մեզ հայտնում է իրեն մի շարք զանազան կերպերով, պարզապես նկատել է պետք, տեսնել է պետք, որպեսզի նաև այդ գործուն ներկայությունը մեր կյանքում մշտապես ներկա լինի։ Աստված մեզ չի ստեղծել, որպեսզի շարունակ մեզ պատժի կամ փորձությունների ենթարկի, այլ Աստծո մշտնջենավորությունը, զորությունը եւ աստվածությունը, ինչպես այսօրվա ընթերցման մեջ էր ասվում, իմանալի կերպով տեսանելի են իր ստեղծածների մեջ, հետեւաբար Աստված մեզ ստեղծել է, որպեսզի արժանի լինենք եւ հնարավորություն ունենանք իր Արքայությունը ժառանգելու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հետևաբար, սիրելիներ, ողջ հոգով փառվենք Տիրոջը եւ միայն ու միայն նրան ապավինենք, որպեսզի նաեւ կարողանանք նմանվել Աստծուն, սիրելու, արարելու եւ ներելու կարողությամբ։ Աստված պահապան ամենքիս։